Այսօր մասնավոր դպրոցներից մեկում բարձր դասարանի երեխաների հետ զրույցի էի այն թեմայով, թե ինչու է պետք սովորել։ Իհարկե հետաքրքիր զրույց քննարկում ունեցանք երեխաների հետ և գլխավոր իմ միտքը նա էր, որ գիտության, կրթության հետևից գնում է այն մարդը, հիմնականում ով ունի երազներ, և երազների նպատակների իրագործման միջոցը կրթությունն ու գիտությունն է, այլ ոչ ինքնանպատակ սովորելն ու դիպլոմներն ու թղթեր հավաքելը։ Այդ զրույցից հետո մի տղա մոտեցավ ինձ, ասում է. ես երազում եմ Արևմտյան Հայաստան և Արցախը հետ բերելու մասին, ինձ իմ ծնողները և այլոք ասում են, որ դա իրագործելի չէ։ Ես հարցնում եմ, իսկ ինչու են ասում, որ իրագործելի չէ։ Պատասխանում է, դե ասում են Թուրքիան տեսել ես ինչ մեծ ու հզոր է, ոնց ես Թուրքիայի ձեռքից դրանք վերցնելու։ Ես ինչ պատասխանեցի իրեն, ասացի Թուրքիան 100 տարի առաջ ինչ պետություն էր, Օսմանյան կայսրություն, 4-5 անգամ ավելի մեծ տարածքներով, ճիշտ է, այո, ուր է այդ պետությունը, չկա, փլուզվել է, ինչ է մնացել դրանից, ներկայի տարածքը, ընդ որում համաշխարհային պատերազմից հետո այդ տարածքը մասնատել էին Եվրոպայի տարբեր երկրների միջև և նաև փոքր բաժին Հայաստանին, Թուրքիան Աթաթուրքի գլխավորությամբ, որ Թուրքիայի հիմա համարվում է գլխավոր դերակատարներից պետության հայրը, այսպես ասած ներկայի, ինչ արեց, այո, պատերազմով գնաց դեմ այդ որոշումներին և վերականգնեց իրենց վաղեմի կայսրության ինչ-որ կտոր, որը այո, իրենցը չէ, իրենք այլ տարածքներից Միջին Ասիայից գաղթած որպես ժողովուրդ, համարելով, որ այս տարածքները լավն են, որովհետև Օսմանը իրենց պետության, Օսմանյան կայսրության հիմնադիրը երազ էր տեսել, որ ինքը գնալու է և լավ հողեր գտնի, երազով մարդը ստեղծել էր կայսրություն և հետո իր ժառանգները շարունակել էին, երազով հրեաները ընդամենը 80 տարի առաջ պետություն չունեին, ընդամենը 80 տարի առաջ, հրեաները երևի թե աշխարհի միակ պետությունն են, որ ոչ Միացյալ Ազգերի կազմակերպություն, ոչ որևէ իրական փաստաթուղթ են մեջ բերում, ասում են մենք որպես Աբրահամի ժառանգներ, Աստված մեզ այս հողերը մեզ է խոստովել, որ սրանք մեր հողերն են և մենք փետ ենք բերելու քիչ-քիչ, ինչը և անում են, և Իսրայելը սկսելով 48 թվին ընդամենը 800,000 մարդով, հիմա արդեն 8 միլիոնից ավել են, 10 միլիոն կլինեն շուտով, Իսրայելը 80 տարի առաջ չլինելով, հազարամյակների գոյությամբ Իրանի դեմ է հիմա դուրս եկել և ի սկզբանե գիտության ընձեռած հնարավորություններով իրենից մի քանի 100 անգամ մեծ և 10 անգամ մարդաքանակով ավելի մեծ Իրանին, եթե թողենք ազատ պատերազմեն, ապա Իսրայելը հաղթելու է, Իսրայելը նաև արաբական մի շարք երկրների հետ միասին վերցրած պատերազմով հաղթել է մի քանի անգամ, հիմա ԱՄՆ-ին կմեջբերեք, իսկ ԱՄՆ-ին ոնց է արել, որ իր կողմն է անցել, Իսրայելի հիմնադրման պահին ԱՄՆ դեմ էր, որ անգլիացիները այդ տարածքները տան Իսրայելին, այս ամբողջը պատմում եմ նրա մասին, որ ձեր երեխաներին հայր ջան, միչակություն մի քարոզեք, երազներն են, որ մարդկանց ստիպում են, ոչ թե ստիպում են, այլ ձգտումներ են առաջացնում սովորելու, ձգտելու և իրագործելու անհնարին թվացող իրականություն դարձնելու անհնարին թվացողը, սա է աշխարհի զարգացման բանալին, երազներ, ձգտումներ, աշխատանք սովորել, գիտություն, գիտությունը տալիս է հնարավորություններ ներկայում, որ փոքրաթիվ և փոքր ծավալով պետությունները կարող են ավելի զորեղ լինել, քան տարածքով մեծ և մեծ թվաքանակ, մարդկային թվաքանակ ունեցող պետությունները, մի զրկեք ձեր երեխաներին երազելու կարողությունից, լավ եղեք, լավ ուշ երեկո բոլորիդ։